Արարատյան խոհանոց, նորարարությունների միամսյակ լավ տրամադրություն և ջերմ մթնոլորտ։ Ահա այն ամենը, ինչ ուզում ենք փոխանցենք այսօր ձեզ, բարեկամներ։ Եվ այս գործին, բարեկամներ, ինձ կօգնի իմ հյուրը, ձեզ քաջածանոթ, հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Ազնաուր ռեստորանի ավագ խոհարար և մեր լավ բարեկամ Զվարթ Գասպարյան։ Ողջույն Զվարթ։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Լարվածություն եմ նկատում։ Ոչ, ամենևին։ Շնորհակալ եմ, որ արձագանքեցիր, Զվարթ ջան։ Ապրես դու, ընդհանրապես հարգելի հեռուստադիտողներ, խոսքս վերաբերվում է բոլոր խոհարարներին, այս միամսյակը վերաբերվում է բոլորիս։ Եթե ունեք ասելիք, այսինքն եթե ունեք նորարարություն, համեցեք եւ մենք միասին կներկայացնենք այդ ամենը մեր հասարակությանը։ Շնորհակալություն, որ արձագանքեցիր։ Ապրես դու, ինչ ենք այսօր պատրաստելու եւ ինչ նորարարությունով ես դու ներկայացել մեր հեռուստադիտողին։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիք իմ նորարարությունը ցույց դնեմ։ Այսօր պետք է տապակենք խոզի չալաղարդ, հաստկող եւ որպես խավարդ պետք է վերցնենք կարմիր պղպեղ եւ սող։ Դա մեզ պետք է տապակելու համար սխտորի հետ, ուրց եւ սխտոր, գլուխ սող, լավ տրամադրություն եւ մնացած արդեն դու ասա։ Գնացինք, ինչ պիտի անենք։ Սոխը դրես այստեղ, գիտեմ, որ ինչ սող։ Ես տապակեմ սկզբից միսը։ Տապակենք միսը։ Իսկ սոխը ինչպես պիտի կտրենք։ Սոխը պետք է կտրենք կիսալուսնաձև։ Մանր։ Ոչ բարակ, ոչ հաստ։ Դուք հասկացաք, հարգելի հեռուստադիտողներ, ոչ բարակ, ոչ հաստ։ Ոչ շատ բարակ եւ ոչ շատ հաստ։ Այն պետք է տապակվի։ Լավ, հասկացա։ Ես արդեն համեմել եմ։ Եվ ինչով ես համեմել։ Աղով, պղպեղով եւ մի փոքր կանաչի եմ տվել նրան։ Ինչ կանաչի։ Ուրց։ Ինչու։ Որ ավելի համեղ լինի։ Ես հիմա ուրցի նորից պետք է գցեմ նրա հետ։ Մի փոքր սխտոր ենք անելու, բայց սխտորը տապակվելու ընթացքում։ Այո։ Ես կուզեմ ծզմենք, այն։ Սխտորը անոնց մաքրելու ճզմում ես։ Այո։ Ուրցն եմ գցելու, որ հետը տապակվի։ Առանց մաքրելու սխտոր պտեղներով եւ ուրց միասին տապակվելու համար։ Շրջենք։ Կշրջենք։ Մեզ կարմիր բիբարներ կտրենք, պատրաստենք խավարտը։ Կարմիր պղպեղը ինչպես կտրենք։ Դա էլ նույնանման։ Խորոված կարմիր պղպեղ, հա։ Գիտեք խորոված չէ։ Թարմ կարմիր պղպեղ։ Թարմ, սառեցված կամ, հա։ Ահա։ Նորարարություն, որ ասում ենք, կամ միտք, որ առաջանում է նոր կերակուր պատրաստելու։ Այդ որ ժամանակ է առաջանում, Զվարթ ջան, աշխատելիս, գործի գնալիս ճանապարհին, տանը։ Նույնիսկ մատուցելուց, հա, նույնիսկ ինչ որ մի ուտեստ մատուցում ես, պատկերացնում ես, որ կարելի է այլ ձև մատուցել, կարելի է այլ ձև պատրաստել։ Իհարկե։ Չես, դա որոշելով չի, դա ուղղակի ստացվում է, երբ ցանկություն էլ ունես։ Այո, դա ուղղակի ստացվում է, բայց այդ ստացվելը, հարգելի հեռուստադիտողներ, դեր խոհարարը պիտի մտածի խոհարարության մասին։ Այո։ Այսինքն, եթե դու մտածում ես խոհարարության մասին, երբ գործը քեզ հետաքրքիր է, արդեն մտքերը գալիս են։ Այո։ Միսը կարծես թե պատրաստվում է արդեն, այո։ Մենք կբերենք հաջորդ տապակը խավարտ պատրաստելու համար։ Շատ հաճելի տեսք ստացավ միսը, համը կփորձենք դեռ։ Ուրեմն խավարտը պատրաստելու համար նախ շատ քիչ ձեթից ենք սկսում։ Մի փոքր։
որովհետև վերջում նորից պիտի ավելացնենք։ Ինչ ձեթ։ Հա, ինչու չենք անում ամբողջությամբ ցանկալի ձեթե, որ չթուլանա, ոչ սոխը տապակվի։ Ոչինչ չթուլանա։ Ահա, չտապակվի ու մեր ցանկալի տեսքը ունենալու Լավ, համար։ Զվարճան, շատ լավ։ Շատ լավ, ձեթը արդեն կարծես թե տաքացավ, հա։ Թող լավ տաքանա։ Սկզբից սոխը պիտի տապակենք։ Հա, սոխ միասին, Սոխն ու միասին։ Հիմա տաք դու սոխը դեղը դի, միասին։ սոխը լցրու։ Ահա։ Ուրեմն անմիջապես մենք անում ենք աղ։ Մի փոքր կանեմ։ Անում ենք շաքարավազ։ Շաքարավազ սոխին, Այո։ ես չեմ զոհի իմ զինվորին։ Ինչու, որով շաքարավազը թույլ է տալիս, որ ավելի հատիկներով մնանա։ Չկպչի ահա, սոխը։ ու չի թուլանում նա, տեսքը շատ ավելի Կարամելիզացիա։ կարամելիզացիա է գնում ու ավելի այ հիմա պարզ կերևա, թե ինչ տեսքով է նա պահպանում իր տեսքը։ Մեզ պետք է բարձր կրակ, բարձր ջերմաստիճանի կրակ է անհրաժեշտ, որ կարամելիզացումը ավելի արագ ստացվի։ Միշտ դու կարամելիզացումը արագ կատարես, ես նորից հիշեցնեմ, որ ընտրված էր խոզի հասկող, համեմված աղով պղպեղով եւ ուրցով, տապակեցինք ձեթի վրա եւ ձեթի հետ տապակման ընթացքում ավելացրինք առանց մաքրելու մի 2-3 պճեղ սխտոր, բայց ճզմած եւ ամբողջական ուրցի հատիկներ։ Ու անընդհատ խառնել է պետք։ Հարել է պետք։ Գոյացած բույրը գայթակղում է մեր նկարահանող խմբին։ Մի քիչ շտապեցնում եմ, բայց կերակուրը շտապ պատրաստել հնարավոր չէ։ Չէ՞։ Սովորություն կա, չէ, երբ գալիս են ուտելու, ասում են շատ արագ կսարքեք, շատ արագ։ Շատ արագ, մենք շտապում ենք։ Բնականաբար արագ չի լինում, լինում է ժամանակին։ Ինչ կտրեմ։ Ճիշտ ասած, մի քիչ սպիտակ ռեհան էի ուզում։ Սպիտակ ռեհան։ Բայց ոչինչ, թող լինի մի փոքր մեր այդ ունեցած ռեհանից կկտրենք։ Բայց քիչ, շատ չէ։ Սպիտակ ռեհան, կապույտ մաղադանոս, կա կապույտ մաղադանոս։ Երևի դա է։ Ահա։ Ես հիմա կավելացնեմ գինու քացախ։ Իսկ սոխը մենք տապակեցինք, մի քիչ աղ ավելացրինք, այնուհետև մի քիչ շաքարավազ, այնուհետև կտրատված տակդեղը, Այո։ եւ մի քիչ տապակվելուց հետո ավելացրինք գինու քացախ։ Աշխատում ենք, չէ՞ վերջը։ Մատուցվող ափսեն կարող ենք տեղադրել արդեն։ Այո, արդեն կարող ենք։ Ես հիմա ավելացնեմ ռեհանը։ Այո, խնդրեմ։ Ես նկատել եմ, որ դու գերադասում ես կանաչիներից ռեհանանը։ Չէ, ինչու։ Ուղղակի երևի հիմա իրան դա է պետք, բայց ավելի շատ սպիտակը, քան այս գույնը։ Վերջ։ Այ ես հիմա մի փոքր եմ ձետ կավելացնեմ։ Մի փոքր։ Ինչու։
որովհետև քիչ էի ավելացրել։ Սկզբից քիչ էի դրել, որ կարամելիզացումը ստացվեր։ Վերջ։ Այսպես։ Հիմա կավելացնենք տապակված մեր խոզի միսը, այսպես, ու այսպես, սա կդնենք վրա, այսպես, ու կարելի զարդարել մի փոքր, այսպես, և վերջ։ Եվ վերջ, այսքանը, բարեկամներ հերթական նորարարությունը, խոզի հաստկողը, բանջարեղենային խավարտով, այս դեպքում բանջարեղեն սոխ և կարմիր տագդեղ, խոզը համենված աղով պղպեղով և մի քիչ ձեթով, Այո, և ուրցով, տապակեցինք սխտորի պճեղներով, առանց մաքրելու, այնուհետև տապակեցինք սոխը և տագդեղը, տապակելու ընթացքում ավելացրինք և աղ և շաքարավազ, կարամելիզացնելու համար, և պատրաստի վիճակին մի քիչ մոտ, ավելացրինք նաև գին ու քացախ, և խնդրեմ խավարտը նույնպես պատրաստ է։ Եթե դու ունես ցանկություն մեր հեռուստադիտողներին ինչ որ առաջարկով դիմելու, կարող ես օգտվել այս լավ առիթից, խնդրեմ։ Կմաղթեմ, որ հետևեն բոլոր մեր հաղորդումներին, հատկապես այս ամսվա թողարկումներին, որովհետև նրանք կլինեն մեր բոլոր խոհարարների կողմից նորամուծություններով, որոնք էլ մենք կարող են ճաշակել ամեն մեկ համապատասխան սրճարաններում կամ ռեստորան։ Այդ կերակրատեսակները կարող են ճաշակել հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության ցանցում գտնվող ռեստորաններում, այլտեղ չեն կարող։ Ապրես դու հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Զվարթին, ցանկանանք, որ այդ խանդավառությունը, որ նա ունի, դեռ երկար պահպանի։ Կերակուրը հարկավոր է մատուցել 65-ից 70 աստիճան ջերմությամբ, լավ հոգատարությամբ իհարկե, և հետը կարող ենք մատուցել կարմիր անապակ գինի։ Բարեկամներ, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, մինչ ավարտելը ուզում եմ, որ մենք լինենք առողջ և ողջամիտ, հպարտ լինենք հայ լինելու համար, ունենանք համբերություն, քանզի ևս մի քիչ և ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Տապակա էրեբունի, խոզի հաստկող 300 գրամ, սխտոր 20 գրամ, կարմիր տագդեղ 250 գրամ, սոխ 200 գրամ, ձեթ 30 գրամ, աղ, սրբպղպեղ, բարեախորժակ։